Հարութ ջան, նշիր հարկային ու ֆինանսական հաշվառումների տարբերությունները, առանց վերագնահատում բառը օգտագործելու, մի քանի կետով, բայց ուշադիր, 1 րոպեում։ Okay, գնացինք։ Հարկային հաշվառումի մեջ տարեչափում է սկզբնական արժեքով, ֆինանսականում կա ներկա արժեք, իրացման արժեք եւ այլն։ Հիմնական միջոցների մասով հարկային հաշվառումի մեջ հաշվետվությունը հաշվում է հավասարաչափածային մեթոդով, իսկ ֆինանսականում որևէ սահմանափակում չկա, նվազող մնացորդի մեթոդ, ըստ արտադրանքի թվարկման եւ այլն։ Պաշարների հարկային բազան ինքնարժեքն է, իսկ ֆինանսականում այն պետք է նվազեցնել մինչև իրացման զուտ արժեք։ Հասույթների մասով հարկային հաշվառումի մեջ բավականին պարզ է գործարքի արժեք, որը արտացոլված է համապատասխան փաստաթղթում, հաշվի առնելով օրենսությամբ սահմանված առանձնահատկությունները, իսկ ֆինանսականում պետք է որոշել կատարման պարտականությունները եւ գործարքի գինը բաշխել կատարման պարտականությունների վրա վաճառքի գների համամասնությամբ։ Վարձակալությունները ֆինանսական հաշվառումի մեջ կարող են առաջանալ նաև ոչ վարձակալական պայմանագրերից, ինչպես նաև երկարաժամկետ վարձակալությունների դեպքում վարձակալային պետք է հաշվառի օգտագործման իրավունքի ձևով ակտիվ, համապատասխան կարգով եւ ամորտիզացնի։ Հասցնեցի։